Առաջիկա 3 օրերին պատվաստվելու համար բուժհաստատություն այցելելու անհրաժեշտություն չի լինի։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շարժական կետում քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար պատվաստվել սեզոնային գրիպի, կորոնավիրուսային հիվանդության եւ այլ վարակիչ հիվանդությունների դեմ։ Գրիպի դեմ սեզոնային պատվաստում ստացա։ Ինքներդ վերջին շրջանում նկատում եք ինչքան շատ են հիվանդության դեպքերը, գրիպ ընդհանուր վիրուսը քաղաքում բավականին տարածված է։ Իսկ նման պատվաստանյութերի իրականացումը կանխարգելում եւ նվազեցնում է հետագա բարդությունները եւ այլն։ Պատվաստվեք, պաշտպանվեք, կանխարգելեք։ Ապրիլի 27-ից Հայաստանը միացել է իմունականխարգելման եվրոպական շաբաթ նախաձեռնությանը։ Նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության եւ արդյունավետության վերաբերյալ։ Թե կովիդը, թե գրիպը, թե օրինակ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումները, որոնք հասանել են այս պատվաստումային կետում, օգնում են այդ հիվանդությունները դարձնել կառավարելի եւ կանխարգելել հիվանդացությունը եւ մահացության դեպքերը։ Շարժական կետում նաև առկա է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ։ Տաթևիկ Մարգարյանն օրինակ այդ պատվաստանյութից է ստացել։ Անձամբ ես գտնվում եմ ռիսկային գոտում, որ իմ համար շատ կարևոր էր պատվաստվել հենց այս պատվաստմամբ։ Խրախուսում եմ բոլորին միանալ եւ պատվաստվել տարատեսակ հիվանդությունների դեմ, քանի որ պատվաստումները անվճար են եւ հասանելի են յուրաքանչյուրին։ Նախաձեռնությանը միացել են նաև հայկական Կարմիր խաչի ընկերությունը, կամավորների ներգրավմամբ ակտիվացնելով իրազեկման աշխատանքները։ Ժամանակավոր պատվաստման կետը գործելու է 3 օր, մինչև ապրիլի 30-ը։ Անվճար կարող են պատվաստվել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները։ Քրիստինե Թորոսյան, Հովհաննես Քյուրքչյան, Լուրեր։